Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Նախ դատական գործի մասին խոսենք, ինչպես կբնութագրեք այս գործը ու հիմա որ լինենք հասել ձեր տնային կալանքափանման միջոցը կրկին երկարաձգվեց, ինչպես կմեկնաբանեք։ Ես ձեզ ասեմ, որ դու գիտեք հունիսի 25-ին Սրբազանին եւ Արթանին կալանավորել են, որից 10 օր հետո են հուլիսի 8-ին են կալանավորել։ Այդ ընթացքում առիթ եմ ունեցել, էլ մինչև այդ գործը սկսել է, գործը դատարան գալ, ասել են, որ Ժորժ ջան, ստեղ գործ չկա, փուչի կա եւ այդ փուչիկը կպայթի։ Եվ կարծում եմ դուք արդեն համոզվել եք, որ այդ գործը պայթել է։ Ստեղ ուզում եք ես բռնեմ։ Հա։ Ստեղ ընդհանրապես քրեական գործ չկա։ Մի քանի անգամ ասել եմ, քանի որ հիմա հարցը տվել եք եւս մեկ անգամ ասեմ, սա կապված է եղել օգոստոսի 18-ին, որ Ամերիկայում Թրամփ յուղի, որ ասում են, բայց դա Սյունիքի միջանցքը, որ պետք է դա ստորագրվեր, դրանից առաջ մեզ կալանավորել են, որ դա անեն։ Հիմա էլ մեզ պիտի պահեն կալանքի մեջ, միթեւ այս ընդրությունները բրծնի, որը տեսել եք, առաջի օրը ասել եմ, իմ ասածները ամբողջությամբ ճիշտ եղավ, ես մինչև հունիսի 8-ը հələ գումարած եւս 2 ամիս պետք է մնամ կալանքի մեջ։ Պարոն Սարգսյան, անդրադառնալով քարոզարշավին, այսօր էին տեսնում ենք Փաշինյանի իրականացրած այդ քարոզարշավը, բավականին միջադեպեր են այս ընթացքում տեղի ունենում, կնոջ վրա է գոռում, հրմշտում են եւ այլն, ընդդիմադիրներին է թիրախավորում, ամենավատ բառերով խոսում է, քամբա, լակոտ եւ այլն, իր այդ վարքագիծը ինչպես կմեկնաբանեք։ Հստակ ասեմ, որ Նիկոլ Փաշինյանը կարա հայրենիք չսիրի, իր ժողովրդին չսիրի, բայց ընտրություններից հասկանում է։ Ինքը դուրս գալով քարոզարշավի շփվելով ժողովրդի հետ, ինչքան էլ վարչական ռեսուրսը բերեն ապահովեն, մարդը ինքը հասկանում է, որ ինքը շանս չունի ընտրվելու։ Ժողովուրդը իրանից թեքվել է եւ այդ ֆոնի վրա ինքը արդեն սկսել է անցնել ռեպրեսիաների։ Տեսնում եք ինչ ասում է, լրտեսեն ցեմենտի գործարանը կվերցնենք, դա կոչվում է ինքը տեսնելով, որ ընտրազանգված չունի եւ ինքը չի ընտրվելու, փորձում է, ես հիմա վստահ եմ, որ սենց շարունակվի, կարող է եւ ընտրության էլ չհասնենք եւ ինչ որ մի քայլեր ձեռնարկենք։ Ասում են Երանի եք տալու Հայաստանից փախնեք, չեք կարողանալու, հնարավորություն չեք ունենալու։ 21 թվին էլ այդ նույնը ասել, բայց մենք Սիսիանում ենք, ավելի արժանապատվոր ենք, կապ չունի, որ անազատության մեջ ենք, ոգով ազատ ենք եւ ասեմ, որ հունիսի 7-ին մեր արժանապատիվ ժողովուրդը, մեր արժանապատիվ սյունեցիները, մեր արժանապատիվ սիսյանցիները պետք է ոչինչից չվախենան։ Այսօր ես հստակ գիտեմ իրենց ձեռագիրը, փորձելու են վարչական ռեսուրս օգտագործեն, ոչ թե փորձել են օգտագործում են մարդկանց ճնշեն, վախեցնեն։ Վստահաբար ասում եմ, սիրելի ժողովուրդ, մեր վաղվա հայրենիք ունենալը, Սյունիք լինել չլինելը կախված է ձեր ամեն մեկի քվեից։ Խնդրում եմ բոլորիդ, գնացեք, մասնակցեք ընտրություններին եւ քվեախցիկում ձեզ ոչ մեկ չի կարող հսկել, ձեր քվեն ոչ մեկ չի կարող տեսնել, բոլորին փողոցում ձեր աշխատանքի վայրը որ կանչում են ասում են, ասեք հարց չկա, ձեզ ենք ընտրելու, գնացեք քվեախցիկում, կատարեք ճիշտ ընտրություն, հունիսի 7-ին ընտրեք համար 17-ին, արժանապատվությանը անվտանգ եւ մրցունակ հայրենիք։ Բոլորը գիտեն, որ մեր ընտանիքը հյուրասեր եւ հյուրընկալ ընտանիք է եղել, դա իմ ծնողներից է եկել, այդ կոչս ուղղակի դատանի որոշումից հետո այլ տարբերակ չկա։ Բնականաբար քարոզարշավի բնույթը այնպեսին է, որ թեկնածուն ինքը անձամբ պետք է գնա բոլորին տեսնելու եւ ասեմ, որ հենց նենց չի, որ ես մնացի կալանքի մեջ, որտեւ իրանց մեջ մահ կա, գիտեմ, որ ես սիսյանցիներին եմ շատ սիրում ու հարգում, սիսյանցիներն էլ ինձ են շատ սիրում եւ հարգում, որտեւ իրանք տեսել են իմ կատարած աշխատանքը եւ այս 6 տարիների պայքարը։ Իրանք վախենում են, որ ես գնամ բռնեմ իմ սենցյանցիների ձեռքը եւ նայեմ իրանց աչքերի մեջ, ընդհանրապես ասեմ ճիշտ ընտրություն արեք։ Դրա համար ես սահմանափակված եմ եւ բնականաբար այն ինչ աշխատանք պետք է անեի դուրսը հնարավոր չի, բայց ես հիմա այդ հնարավորությունը ստեղծում եմ եւ եւս մեկ անգամ մեր բոլոր արժանապատիվ սյունեցիներին, ընտրողներին հրավիրում եմ մեր տան դռները բաց են, ով ցանկություն ունի կարա գա,
զրուցի, համ հաց կուտենք, համ էլ Սիսյանի կեռ կուտենք։